Այսօր խոսելու ենք Քրիստոսա նման լինելու մասին, որտեվ Պողոսը, որը մեծ հաջողություններ է հասել Աստծո մեջ իր ողջ ծառայության ընթացքում, ի վերջո մի բան ասում. նմանվեք ինձ, ինչպես ես Հիսուսին։ Այսօր ամենակարևոր հարցը, որ մենք ունենք տալու մեզ, ինքներս մեզ, դա նա ինչքանով է իմ կյանքը արտացոլում Քրիստոսի կյանք։ Չարլզ Սպերջենը հայտնի աստվածաբան, հայտնի քարոզիչ, հայտնի ուսուցիչ, որը բազում գերբնական հրաշքներ, նշաններ էր տեսել ողջ կյանքի ընթացքում, ամենակարևոր բանը, որ շեշտում էր, ճիշտ ինչպես Պողոս առաքյալը, մեր ծառայակիցը, շեշտում էր Քրիստոսի նմանություն։ Ինչ է նշանակում լինել նման Հիսուսին։ Նշանակում է ընդօրինակել Հիսուսի բնավորությունը, Սուրբ Հոգու զորությամբ դրսևորել բարություն, անձնազոհություն, լինելով աղոթքի մարդ, բարեխոսելով ու սիրելով մարդկանց։ Ճշմարիտ Քրիստոսյան նմանությունը բխում է Տիրոջ հետ մեր իրական միությունից։ Ամեն, որը պահանջում է նոր կյանք, լիակատար նվիրում, մենք պետք է սովորենք քայլել Տիրոջ հետքերով, արտացոլելով նրա փառքը։ Ու Սպերջենը մի քանի խոսքեր է ասում տարբեր ոլորտներում այդ նմանությունը, որտեղ կարիք ունենք դրսևորելու։ Ես ուզում եմ այս խոսքերը այսօր կարդամ ձեր համար։ Քրիստոսանմանություն տարբեր ոլորտներում, առօրյա կյանքում, Քրիստոսի նմանվելու համար երբեք մի ամաչեք ձեր հավատքից և քաջաբար կանգնեք Աստծո կողմը։ Ընդօրինակեք Հիսուսին բարի մտածելով, խոսելով և գործելով։ Կյանքի նպատակի մասին ոչինչ չի կարող ձեզ այնքան օգուտ տալ, այնքան արագ առաջնորդել դեպի երկինք, որքան Հիսուս Քրիստոսին ընդօրինակելը։ Զոհաբերության մասին։ Քրիստոսի մեծագույն ուրախությունը Քրիստոսին ուրախություն պարգևելն է։ Քրիստոսի հետ միության մասին։ Երբ մարդը գտնում է Տիրոջը և գիտակցում, որ կապված է Քրիստոսի հետ, նրա կյանքը ամբողջովին նոր կյանք է դառնում։ Բնավորության մասին։ Եթե ցանկանում եք նախանձախնդրության օրինակ, նայեք Պողոս առաքյալին։ Քրիստոսի մեծագույն ծառաներից մեկը քնքուշ սրտի տեր մարդ էր։ Հնազանդության մասին։ Եթե քո կամքը դառնում է Աստծո կամքը, այդ ժամանակ քո կամքը կկատարվի։ Ամեն։ Այսօր Կողոսացիների թղթից ենք խոսալու, բայց մինչև թղթին հասնելը ես կուզեմ մի քանի կարևոր բան ասել։ Քրիստոսա նմանությունը մեր կյանքում ի վերջո դրսևորվում է հարաբերությունների մեջ։ Իրականում բոլոր ոլորտներում մեր կյանքի, որտեղ մենք ունենք հարաբերություն, այդտեղ է դրսևորում կամ այդտեղ է երևում մենք ինչքան ենք նման Տիրոջ։ Երկու իրականում ոլորտ կա, որտեղ մենք բազում խնդիրներով ենք անցնում։ Մեկը դա ցավն է, ֆիզիկական ցավը, կլինի դա հալածանք, կլինի դա հիվանդություն, մյուսը հարաբերությունների մեջ մեր կրած ցավերն է։ Կողոսացիներից թուղթը գրվել է 60-ից 62 թվականների միջակայքում, գրվել է Պողոս առաքյալի կողմից, երբ որ առաքյալը Հռոմում բանտարկության մեջ էր, ու Կողոսացից 4:3-ը, 4:10-ը և 4:18-ը հաստատում են Պողոսի բանտարկությունը, որտեղ այդ խոսքերում գրված է Պողոսի շղթաների մասին, կապանքների մասին, ինչը հստակ խոսում է, որ Պողոսը այդ ժամանակաշրջանում գտնվում էր բանտարկության մեջ։
Կողոսացիների թուղթը մի քանի կարևոր շեշտեր ունի։ Առաջի շեշտը դա Քրիստոսի գերազանցությունն ու աստվածությունն էր։ Կողոսացիս 1:15-ից 20 խոսքերը հաճախ կոչվում են Քրիստոսի օրհներգ, որտեղ այդ հատվածում Պողոսը խոսում է նրա մասին, որ Քրիստոս անտեսանելի Աստծո պատկերն է, արարչագործության անդրանիկը, ամեն ինչի արարիչը, եկեղեցու գլուխը, աստվածության ողջ լիությունը Պողոսը գրում է, որ բնակվում է Քրիստոսի մեջ։ Երկրորդ շեշտը, որ Պողոսը այս թղթում դնում է, դա Քրիստոսի մեջ մեր լիարժեք լինելն է ու Քրիստոսի լիարժեքությունն է իրականում։ Ինչի ասա հատուկ Պողոսը շեշտում, որտեվ հրեական ուսուցիչների, վարդապետների, դպիրների ներթափանցման պատճառով Կողոսյա Քրիստոս պլյուս կարծես իրականություն էր քարոզվում, բայց դա չի կարող լինել։ Ու երբեք ոչ առաքյալը, ոչ մենք չեն կարող դա հանդուրժել, որտեվ չկա Քրիստոս պլյուս կամ Քրիստոս մինուս, որտեվ մեր Տիրոջը, Տերը ամբողջական է ու կատարյալ։ Որտեվ երբ որ մենք քայլում ենք Տիրոջ հետ, Տիրոջը ճանաչելով ու Տիրոջը ներկայացնելով, դա այն ամենն է, ինչի կարիքը մենք երբևէ ունենք։ Ու մնացած դրանից ավելին են, ինչ որ մենք փորձում ենք ավելացնել, ընդհանրապես ծեսա եւ կրոն, որից Աստված մեզ շարունակաբար ազատում է եւ ազատելու է։ Լիություն Քրիստոսում, չկա լրացուցիչ ծեսերի կարիք, չկա խորհրդավոր փորձառությունների կարիք, կա միայն մի կարիք՝ ճանաչել Տիրոջը, քայլել Տիրոջ հետ։ Պողոսը ասում է, որ Քրիստոսին ունենալը ամբողջական է եւ բավարար է։ Եվ երրորդ շեշտը, հասկանալով ով է Քրիստոս ու հասկանալով, որ Քրիստոսի մեջ լինելը մեզ բավական է, մենք կարիք ունենք Քրիստոսա նման լինելու, որտեղ հարաբերությունների մեջ։ Կողոսացիս 3:1-ում, 4:6-ում կարդում ենք Պողոսը խոսում է իրենց միտքը վերին բաների վրա կենտրոնացնեն։ Հագնենք նոր մարդը կամ Կողոսացիներին ասում է նոր մարդ պետք է հագնենք։ Զարդարվեք գթությամբ, խոնարհությամբ եւ սիրով։ Որտեղ այս ամեն ինչը դրսևորվում մեր հարաբերությունների մեջ։ Պողոսը Կողոսացիների թղթում նաև խոսում է ընտանիքի մասին։ Կանայք, ամուսիններ, երեխաներ, հայրեր, ծառաներ եւ տերեր։ Կրկին հարաբերություններ։ Այսօր մենք կենտրոնանալու ենք Կողոսացիս 1-ի առաջի գլուխ, կարող եք բացել 24-ից 29 խոսքերի վրա։ Կողոսացիս 1, 24-29։ Այժմ ուրախանում եմ իմ չարչարանքներով ձեզ համար եւ իմ մարմնի մեջ լրացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասը նրա մարմնի համար, որ է եկեղեցին, որի ծառա եղա ես ըստ Աստծո տնտեսության, որը տրվեց ինձ ձեզ համար, Աստծո խոսքը լրացնելու։ Այն խորհուրդը, որ ծածուկ էր դարերից և սերունդներից, բայց այժմ հայտնվեց նրա սրբերին, որոնց Աստված կամեցավ հայտնել, թե ինչ է այն խորհրդի փառքի հարստությունը հեթանոսների մեջ, որ է Քրիստոս ձեր մեջ, փառքի հույսը։ Նրան ենք քարոզում ամեն մարդու խրատելով և ամեն մարդու ուսուցանելով, ամեն իմաստությամբ, որպեսզի ամեն մարդ կատարյալ ներկայացնենք Քրիստոս Հիսուսով, որի համար էլ աշխատում եմ, պայքարելով նրա զորությամբ, որ գործում է իմ մեջ զորությամբ։ Ամեն։ Հատվածը յուրահատուկ հատված է, իրականում այստեղ մենք քայզմ ենք տեսնում, որը իրանից գրական
այսպես ասած, մեթոդ էր ներկայացնում, ինչ էր քաիզմը։ Ուրեմն կար գլխավոր միտքը, որը հատվածի մեջ տեղում էր, ու հատվածի սկզբում ու վերջում երկու այլ մտքեր հաստատում էին կարծես այդ գլխավոր միտքը։ Այս հատվածի գլխավոր միտքը կամ թեման այն էր, որ Պողոսը ծառա եղավ Աստծո տնտեսության մեջ, հայտնելու են ծածուկ խորհուրդը, որ ծածկված էր դարերից և սերունդներից, ու կանչված էր այդ ծածուկ խորհուրդը հեթանոսների մեջ տանելու, որ է Քրիստոս։ Սա գլխավոր միտքն է հատվածի։ Հատվածի սկզբում ու վերջում Պողոսը յուրահատուկ շեշտեր է դնում։ Ու առաջի բանը, որի մասին խոսելու ենք, հենց սկզբում Պողոսի նշած խոսքերն են։ Ես ուրախանում եմ իմ չարչարանքներով։ Ձեզ համարին հələ կհասնենք։ Ինչ հետարքիր բառակապակցություն է, չէ՞, ուրախանում եմ չարչարանքներով։ Որևէ տեղ աշխարհում Քրիստոսից դուրս մենք նրա նման երևույթի կամ նման փորձառության հետ կամ նման բառակապակցության հետ երբևէ չենք առնչվի։ Սա բացառիկ մի բան է, ուրախանում եմ իմ չարչարանքներով, որով կարող անցնել միայն քրիստոնյան, ճանաչելով Տիրոջը, հասկանալով իր տեղը, հասկանալով, թե որտեղ Աստված քեզ առաջնորդում։ Այս յուրահատուկ վերապրումը միայն մեզ է տրված։ Հետարքիր բառեր, ուրախանում եմ չարչարանքներով։ Մենք կարող ենք ուրախանալ սովորաբար որպես մարդ նվաճումների համար։ Կարող ենք ուրախանալ բժշկության համար։ Կարող ենք ուրախանալ ինչ-որ երազանքների իրականացման համար, բայց ոչ չարչարանքների։ Ու այստեղ ուրախանալ բառը հունարեն խայրո բառն է, որը գիտեք որտեղ է նշված, նախ նշանակում է ամբողջական, լիարժեք ուրախություն։ Ոչ թե կեղծ, լիարժեք ու ամբողջական ուրախություն, գիտեք այդ բառը որտեղ է գրված, օգտագործված, երբ որ Տերը ասում է 99-ին կթողի, բայց կգնա մեկի հետևից։ Ու այդ մեկին գտնելով անչափ կուրախանա, նույն բառն է օգտագործված։ Այսինքն մենք կարող ենք այդ ուրախությունը ունենալ չարչարանքների մեջ։ Ասեք ամեն։ Ես հասկանում եմ, որ շատերս կյանքում չեն փնտրում չարչարանքներ, դա նորմալ է, չեն ուզում չարչարվել, դա նորմալ է, բայց շատ անգամ Աստված տանում է մեզ ընթացքներով, որտեղ դու պիտի չարչարանք կրես, ցավ կրես, անցնես նեղ ճանապարհով, որովհետև այդ ընթացքում Աստված ոչ միայն իմ կյանքում, այլ նրանց կյանքում մենք շփվում ենք, ում հետ հարաբերվում ենք, բաներ պիտի փոխի։ Ու ես ու դու պիտի անցնենք այդ ուղով։ Ամեն։ Լավ նորություն կա, այդ ուղով հնարավոր է անցնել ուրախությամբ։ Երեք Աստծո մեջ կեղծ բան չկա, ասեք ամեն։ Մենք չենք կարող ասել, Տեր ջան, ես շատ ուրախ եմ, բայց ունենալ դառնություն մեր սրտում, կեղծ ժպիտով, այս ուրախության մասին չի Աստված խոսում։ Մարդիկ կան, չէ, տենց զորով ժպտում են, բայց ներսում դառնություն է։ Մենք չենք կարող ասել, ես սիրում եմ իմ թշնամիներին, չենք կարող ասել այդպես, որտեղ դրա պետք է կարողանանք հասնել, ու այդ ճանապարհը Աստծո հետ քայլելով է։ Ասում եք Աստծո ժողովուրդ, սիրում եմ, սիրեցեք ձեր թշնամիներին, վաու։ Մենք սկի մեր կառավարությունը չենք սիրում, մենք մեր ղեկավարներին չենք սիրում։ Այսօր ամենաշատ քննարկվող թեման, ով գնա, որով գա, որ մեր համար լավ լինի։ Լուրջ։ Ասենք որտեղ է մեզ Աստվածաշունչը նման բան պատվիրում։ Ժողովուրդ, քննարկեք ձեր վարչապետներին, վարկաբեկեք ձեր բոլոր կուսակցությունները, տենց բան են կարդում որևէ տեղ Աստծո խոսքը։
աղոթք արեք, բարեխոսեք իշխանությունների ու պետությունների համար, որպեսզի խաղաղ ու աստվածապաշտ կյանք ունենաք։ Սկզբունքը Աստծո ուրիշ է։ Քանի անգամ ենք արտաբերել, այ որ այս մեկը գա երկրի համար լավ կլինի, ով է որոշում։ Ով է որոշում, ով գա, որ երկրի համար լավ լինի։ Կամ որն է մեր կողմը, եթե ոչ աղոթքը ու գոհությունը։ Ամեն իշխանություն Աստծուց է։ Հռոմեացիս թուղթ։ Ամեն իշխանություն Աստծուց է։ Ինչ ենք մենք անում, ինչ ենք խոսում, ինչպես ենք վարվում։ Ու արդյոք այդ ամեն ինչի մեջ Քրիստոսանմանություն կա մեր կյանքում։ Ուրախ լինել չարչարանքների մեջ։ Փիլիպպեցիս 1:29-ում կարդում ենք. ձեզ շնորհվեց Քրիստոսին ոչ միայն հավատալը, այլև նրա համար չարչարվելը։ Լսում եք Աստծո ժողովուրդ, սա շնորհ է։ Այն որ մենք չարչարանք ենք կրում հարաբերությունների մեջ, դա Աստծո շնորհ է մեզ, որտեղ այդ չարչարանքների մեջ Աստված գործ է անում, թե իմ կյանքում, թե դիմացինի կյանքում։ Մենք ընտանիքով շատ դժվար փուլերով ենք անցել, շատ դժվար, երբ որ գործ չի եղել, երբ որ բազում խնդիրներ են եղել, ու հիմա էլ այնպես չի, որ հեշտ փուլերով ենք անցնում, շատ հարվածներ կա, բայց անցնելուց հետո, երբ որ մենք այդ դժվար ճանապարհով անցնում ենք, գոյատևման ճանապարհով ու սովորում ենք այդ դժվար պայմաններում հարաբերվել իրար հետ, սիրել իրար ու գնահատել իրար, այդ իրականությունը, այդ դժվար պահերին Աստծուն տեսնելու ու իրար Աստծով տեսնելու, մեզ ամենաշատը աճեցրեց իրական։ Ու մենք այսօր շատ անգամ, երբ որ ամեն ինչ հեշտ է կամ լավ է, հետ ենք նայում այդ դժվարությամբ անցած ընթացքներին, որտեղ այդ ընթացքների մեջ Աստծո ներկայությունը յուրահատուկ է եղել, Աստծո գործը յուրահատուկ է եղել։ Երբ որ կարդում ենք երանիները, միայն առաջի երանին է հնչում Երանի հոգով աղքատներին, որտև երբ որ ես ու դու հոգով աղքատ ենք, մենք Տիրոջ կարիք ունենք, Տիրոջ հոգու կարիք ունենք։ Երբ որ մեր հոգին լցված չէ աշխարհով, մեր հոգին ուզում է լցվել Տիրոջով։ Մյուս բոլոր երանիները հարաբերությունների մասին։ Նորից ու նորից եմ ասում, մեր կյանքում հարաբերությունները կարևոր են, ու այդ այն տեղն է, որտեղ մենք իրականում պիտի Քրիստոսանման լինենք։ Շատ անգամ ասում ենք, Տեր, մեր ներքին սենյակը չոր է։ Մենք չենք զգում քո ներկայությունը, չկա քո կենթանի ջրերը։ Գիտեք ինչի է այդպես, որտեղ խոսքը ասում է մինչև զոհդ մատուցելը։ Գնա ընկերոջդ հետ հաշտվիր։ Եթե մենք հարաբերությունների ոլորտում ամեն ինչ քանդում ենք, ու մարդիկ նայելով մեզ չեն տեսնում Տիրոջը, մեր ներքին սենյակը չոր եղել է ու չոր մնալու է։ Որտև Քրիստոս քարոզելը, ավետարան տանելը, այդ Քրիստոսին նմանվելով տանելու մասին է, Քրիստոսի պես լինելով գործելու մասին։ Աստված մեզ չի կանչում ուղղակի ճարտար խոսողներ լինելու, Աստված մեզ չի կանչում քրիստոնեական վարք դրսևորելու, դիմակներ կրելու, Աստված մեզ կանչում է գործելու, ապրելու Տիրոջ հետ, ու այդ վերապրումը, այդ հարաբերությունը պրոյեկտելու են մարդկանց կյանքում, ովքեր մեր հարազատներն են, ովքեր մեր ընկերներն են, ովքեր մեր թշնամիներն են։
ովքեր ապրում են մթի ու խավարի մեջ։ Երանի սգավորներին, որտեղ նրանք կմխիթարվեն։ Սգավորները հարաբերության կորուստ։ Երանի հեզերին, որտեղ նրանք երկինքը կժառանգեն, ում հանդեպ ենք մենք հեզ։ Ու արդյոք մենք հեզ ենք։ Երանի նրանց, ովքեր քաղցած ու ծարավ են արդարության, որտեղ հարաբերությունների մեջ։ Ումից են առնելու նրանք, ովքեր քաղցած ու ծարավ են արդարության, որտեղ նրանք կհագենան, հագեցնողը Տերն է։ Մեր մասը Տիրոջ նման լինելն է հարաբերությունների մեջ, հագեցնողը Տերն է։ Երանի ողորմածներին, որտեղ ողորմություն կգտնեն, որտեղ հարաբերությունների մեջ։ Երանի սրտով մաքուրներին, որտեղ նրանք Աստծուն պիտի տեսնեն, որտեղ է երևում այդ սրտով մաքրությունը, եթե ոչ հարաբերությունների մեջ։ Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որտեղ նրանցն է երկնքի արքայությունը։ Ինչքան դժվար է հալածվել արդարության համար։ Ինչքան բարդ է հալածվել արդարության համար, հավատալով ու վստահելով, որ Աստված է քո արդարությունը, ու Աստված է քեզ բարձրացնող։ Ու ինչքան հեշտ է առնել քո զենքն ու զրահը, ու մարդկային ուժով, մարդկային ջանքով կռվել ամեն անարդարության դեմ։ Ինչպես է դրսևորվում Քրիստոսանմանությունը իմ ու քո կյանքում, երբ որ մեր հանդեպ անարդարություն կա։ Երանի խաղաղարարներին, որովհետև Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որտեղ նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի եք դուք, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք ու սուտ ասեն։ Այդ ինձ ասեցիր աղանդավոր։ Դու աղանդավորը դու ես, չէ՞։ Դու ինչ իրավունք ունես ինձ աղանդավոր ասել, ինչքան ենք վիճում, ինչքան ենք տես վեճերի մեջ մտնում։ Փնտրի Տիրոջը, մարդկային ջանք մի արա, հարաբերությունների մեջ կարիք ունենք Տիրոջը փնտրելու։ Ու Աստված է ի վերջո թե իմաստություն տվողը, թե խոսք տվողը ինձ ու քեզ այս աշխարհում հարաբերությունների մեջ ելք ու լուծում գտնելու համար։ Բոլորս ենք ուզում հաղթել։ Բոլորս ենք ուզում։ Եթե դու քո կյանքում հարաբերությունների մեջ հաղթանակ ես ուզում, թույլ տուր, որ Աստված հաղթի քո պատերազմը։ Ամեն։ Ուրախացեք եւ ցնծացեք, որովհետեւ ձեր վարձքը մեծ է երկնքում, որովհետեւ այսպես հալածեցին ձեզանից առաջ մարգարեներին։ Տիրոջ հետ կապված գրած է, թեև որդի էր, բայց չարչարանքներից հնազանդություն սովորեց։ Եբրայեցիս 5:8։ Հասկանալի է, որ այստեղ խոսքը խաչի չարչարանքների մասին է։ Բայց չէ՞ որ մենք էլ Տիրոջ հետ խաչված ենք ու մեր խաչերն ենք այսօր կյանքում կրում։ Ու եթե Տերը չարչարվեց, նույն Տերը մեզ կսովորեցնի չարչարվել ուրախությամբ։ Ամեն։ Ուրախ եմ չարչարանքների համար, որ կրում եմ ձեզ համար։ Ասում եք եկեղեցի, ուրախ եմ չարչարանքների համար, որ կրում եմ ձեզ համար։ Այսօր ցավոք, երբ որ կա կարիքը, մենք չենք ընտրում այդ չարչարանքի ճանապարհով անցնելը մեր քրոջ կամ եղբոր համար, առաքյալը ասում է իմ համար խնդիր չի, իմ համար ուրախությունն է ձեր համար չարչարվելը։ Ում համար ենք չարչարվել վերջին անգամ։ Որ կարիքի մեջ եղող քրոջն ու եղբորն ենք հասել վերջին անգամ։ Տերը ասես նեղա են ճանապարհը ու նեղա են դուռը, որ փրկություն է տանում։ Ինչ ճանապարհով ու ինչ դռնով ենք ներս մտնում
հարաբերությունների մեջ։ Ինչ կա մեր ներսում, ինչ կա մեր մտքում ու մեր սրտում, երբ որ այսօր թույլ ենք տալիս Տիրոջը քննելու մեր անձը, ինչ ենք այնտեղ գտնում, ինչ ենք տեսնում։ Արդյոք մեր սիրտը լցված է Տիրոջ սիրով, մեր միտքը լցված է Տիրոջ խաղաղությամբ։ Հասկանալի է, որ շատ ժամանակ մենք կոպիտ ասած մեր գլխին շատ չարչարանքներ սարքում ենք նույն հարաբերությունների մեջ։ Սխալ որոշումների, սխալ խորհուրդների հետևանքով, ֆինանսական անպատասխանատվության հետևանքով, սխալ ընտրությունների հետևանքով։ Խոսքը այս չարչարանքների մասին չի, չնայած այստեղ էլ Տերը մեզ բազում բաներ ունի սովորացնել։ Ես չարչարվում եմ ձեզ համար։ Քանի անգամ ենք մեզ բռնել են մտքի վրա, որ այս եղբորը հավանում ենք, կամ այն քրոջը չենք հավանում։ Քանի անգամ ենք համեմատություններ արել եկեղեցում, ով է լավը կամ ով է վատը, ով է արժանի կամ ով է անարժան, թեկուզ մեր ներսում, թեկուզ մեր սրտում։ Այս մի հարց է, որ ինքներս մեզ պիտի հարցնենք, ու ավելին ասեմ, բերենք Տիրոջ զոհասեղանին, ինչ ենք ապրում, ինչ կա մեր ներսում։ Ես չարչարվում եմ ձեզ համար։ Եկեք չարչարվենք իրար համար, որտեղ չարչարանքների մեջ Աստված մեզ բան է սովորացնում։ Եթե Աստված մեզ ընտրում է ու դարձնում է իր բանակի զորավորներից մեկը, ժողովուրդ, Աստված մեզ գաղ չի շնորհում։ Տերը նախ մեզ մաքրում է կրակի միջով, այս հարաբերությունների կրակի միջով։ Կոտրում է մեր հպարտությունը, ասա ամեն։ Հեռացնում հարմարավետությունը, ասեք ամեն։ Փշրում է բոլոր մարդկային ծրագրերը, ասեք ամեն։ Մինչև մնում է միայն մեր մաքուր ու անխարդախ էությունը, որտեղ Աստված սկսում է գործել իր զորությամբ։ Սա պատիժ չի, այլ սրբագործում, սա կորուստ չի, այլ կոչման բացահայտում։ Ցավը մեզ չի այցելում Տիրոջ թույլտվությամբ մեզ կործանելու համար, այլ գալիս է մեզ զորացնելու համար։ Տերը մեզ շատ ժամանակ թույլ է տալիս մեր կյանքում շատ ժամանակ ցավ, որպիսի մեր թուլությունները ուժի վերածի։ Քո լռությունը հավատի, քո վերքերը վկայության։ Ամեն ծանր օր, ամեն դավաճանություն, ամեն կոտրված սիրտ դառնում է պատրաստության մեծ ճանապարհի մի մաս, որովհետև Տերը մեզ չի վստահում փորձություն, որը մենք չենք կարող տանել։ Ինչի միջով էլ այսօր անցնում ենք։ Տերը գիտի, որ մենք ունակ ենք իր զորությամբ կրելու, որտև Աստված մեզանից լավ գիտի մեր չափը, ու անգամ այն պայրին, երբ որ ճկվում ու կոտրվում ենք ու ուժ չենք գտնում հարաբերությունների մեջ առաջ գնալու, Աստված այնտեղ է մեր կողքին։ Մեզ է ճանապարհով տանելու, մեզ սովորեցնելու, մեր կյանքում կառուցելու, մեզ օգտագործելու։ Մեր կյանքում բազում դիմակներ կան, որոնք Աստված պատռելու է ու մեկը չի թողնելու։ Տեղեր կան, որտեղ մենք մեզ հավանում ենք։ Տեղեր կան, որտեղ մեր սխալը չենք ընդունում։ Տեղեր կան, որտեղ չենք ուզում փող զիջել։ Տեղեր կան, որտեղ շատ լավ խաղում ենք։ Երեք թատրոնում դու կարող ես քո անձնական կյանքը,
քո փորձառությունները մի կողմ դնել, հա, ներկայացման ժամանակ քո դերը լավագույն ձևի վերապրելու համար։ Ու հեչ կարևոր չէ, որ մարդիկ հասկանան, երբ որ դու լավ ես խաղում, քո դերը ինչ կա քո կյանքում անձնական։ Չնայած այսօր շատ են մտնում մարդկանց անձնական կյանք, բայց բեմում այդ կարևոր չի, բայց Աստծո հետ ապրելը այդ բեմ չի։ Աստված չի հանդուրժելու ոչ մի դիմակ։ Մենք ասում ոչ մի դերով չենք կարող խաբել։ Ձեր աղոթելուց առաջ ես գիտեմ, թե ինչ կա ձեր սրտում, ասում է Տերը։ Եկեք չարչարվենք իրար համար։ Ո՞վ է քեզ զանգել, ում ես դու մերժել։ Ո՞վ է քո հետ հարաբերություն ուզում, ում ես դու մերժում։ Ո՞վ է ուզում քո հետ աղոթել, ում համար դու ժամանակ չունես։ Ես հիշում եմ, որ հոգնած ու սպառված էի մի օր, ու հիշում եմ մի անձնավորություն ինձ եկեղեցուց զանգեց, ասեց, ես կարիք ունեմ, որ գաս ու ինձ հետ աղոթես։ Այդ բանը առաջի միտքը, որ իմ մեջ եղավ, Տեր ջան, ես ի վիճակի չեմ։ Ոտքերս ցավում են, ուղես հոգնած է, մեկը լներ իմ համար աղոթեր։ Հոգին ասեց վեր կաց ու գնա։ Ասեցի ոնց սենց վիճակում, ասեց հա տենց վիճակում, վեր կաց ու գնա։ Ու գիտեք ինչ, երբ որ ես հասա այնտեղ, այդ անձի ձեռքերը բռնեցի ինձանից կտրելով, ընտրելով այդ չարչարանքները, այդ չարչարանքների մեջ վերապրեցի Տիրոջ ուրախությունը։ Աստված ոչ միայն այդ մարդուն հպվեց, այլև ինձ ազատեց, իր ներկայությունը շնորհելով, իմ ոտքերը ամրացնելով, իմ ուղեղին, իմ մտքին խաղաղություն տալով։ Գնացեք, մենք կարիք ունենք գնալու ու չարչարվելու, որտեղ այդ չարչարանքների մեջ է այդ լիարժեք ուրախությունը, որ անբացատրելի է, որ ոչ մարդկային է, որ աստվածային է, որ գերբնական է, բայց որ ավելի ռեալ է, քան ցանկացած բան, որ մենք երբևէ կարող ենք վերապրած կամ զգացած լինել։ Քանի անգամ եմ մեզ մոտենում, թե նույն խնդրանքով, նույն հոգսով, ու լինում է պայր, երբ որ դու ասում ես դե հերիք է, բավական է, դու լուծի քո հարցերը, այդ մենք չենք որոշում, Աստծո ժողովուրդ, մենք չենք որոշում, Աստված մեծ իրավունք չի տվել կարիքավորին մերժելու, որոշելու, թե դու ինչքան ժամանակ ունես ում համար, Տերը միշտ հասանելի էր, Տերը միշտ հասանելի էր։ Մեր կյանքում պատահական ոչ մի բան չի լինում, եթե Աստված թույլ է տվել, որ ինչ-որ մեկը մոտենա քեզ, որ ինչ-որ մեկը ասի, որ քո կարիքը ունեմ, հասանելի լինենք, պատրաստ լինենք ծառայելու։ Միմյանց բեռը կրեք և այդպես կկատարեք Քրիստոսի օրենք։ 10 պատվիրաններից 4-ն են ուղղված Աստծուն։ Ընդամենը 4-ը։ Սիրիր քո Տեր Աստծուն, ես եմ քո Աստված, ինձանից բացի այլ աստվածներ չունենաս, կուռքեր չշինես, շաբաթը պահես ու իմ անունը պարապ տեղը չտաս։ Մնացածը բոլորը հարաբերությունների մասին են։ Մի սպանի, մի գողացի, մի շնանա։ Դրացի ունեցվածքի մի նայ։ Ու Հիսուսը ամբողջացրեց այդ պատվիրանները 2 պատվիրանի մեջ։ Սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ կարողությամբ, քո ամբողջ հոգով, եւ երկրորդ պատվիրանը՝ սիրիր քո ընկերոջը քո անձի պես։ Պողոսը հատուկ բացի մեծ համայնքի մեջ մարմին ապրելուց, Պողոսը հատուկ ընտանիքին է անդրադառնում։ Ժողովուրդ, մենք քրիստոսանման պիտի լինենք մեր ընտանիքներում, մեր արյունակիցների հետ։ Ու Պողոսը Կողոսացիների թղթում հատուկ շեշտում ասա։ Կանայք հնազանդ եղեք ձեր ամուսիններին, ամուսիններ սիրեք ձեր կանանց, որդիներ մի բարկացրեք ձեր ծնողներին, չէ՞։ Այսօր ընտանիքներում շատ խնդիրներ կա, հաղորդակցության բացակայությունը կամ սխալ հաղորդակցությունը, չլսելը, չարտահայտվելը, զգացմունքների պահելը։
կամ իրար զգացմունքներ չհասկանալը, մշտական քննադատությունը, սուտը, գաղտնիքները, ինչքան բան ենք շատ ժամանակ ընտանիքներում պահում իրարից, մենք, քրիստոնյաներս, Աստծո լույսը պիտի գա այդ ոլորտների վրա, սոցիալական իրավիճակը, հասկանալի է ու պարզ է, որ ճնշումը մեր վրա ու հասարակության վրա գնալով շատանում է, հասկանալի է ու պարզ է դա, այս մենք կանչված ենք տարբեր լինելով, բայց մեկ լինելով, դիմակայել այդ իրականությունները, հաղթահարելով այդ տարբերությունները, տարբեր աշխարհայացքները շատ ժամանակ մեր ընտանիքում բազում բախումներ են բերում, թե մենք շատ հաճախ ամուսին կին հիշում ենք իրար ծնողների, ասում ենք ես սրա պատճառով է, նրա պատճառով է, մայրդ սենց, հայրդ սենց, որտեղ որ ենք, որտեղ որ Աստված մեզ դրել է, դա կլինի մեր աշխատավայրը, կլինի մի շրջապատ, որտեղ լինելը քեզ այդքան էլ հաճելի չի, ես վստահ եմ, որ տենց շրջապատներ բոլորիս կյանքում կան, Աստված մեզ կանչում է ուրախությամբ չարչարվելու, երկրորդ կարևոր կետը, իմ մարմնի մեջ լրացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասը նրա համար, նրա մարմնի համար, որ է եկեղեցի, եթե սկզբից Պողոսը ուրախությամբ չարչարվում էր Կողոսիայում եղող եկեղեցու համար, ապա այստեղ Պողոս ասում է իմ մարմնի մեջ լրացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասը նրա մարմնի համար, որ է եկեղեցին։ Մենք սովորենք չարչարվել կամ շատ ժամանակ ընտրում ենք չարչարվել տեղային եկեղեցու համար, բայց մենք չենք ուզում չարչարվել, երբ որ խոսքը գնում է Տիրոջ մարմնի մասին։ Մենք Տիրոջ եկեղեցու մի մասն ենք, բայց մենք չենք Տիրոջ մարմինը։ Ռեման չի Տիրոջ մարմինը, Ռեման այդ մարմնի մի մասն է։ Այսօր, երբ որ Աստված նայում է ու տեսնում է իր եկեղեցին, Աստված չի նայում մենակ Ռեմային։ Աստված նայում է այն եկեղեցիներին, որոնց մենք շատ անգամ քննադատորեն ենք մոտենում։ Ինչ են խոսում, ինչ են անում, մեր վերաբերմունքի մեջ շատ անգամ չարչարանքի փոխարեն ծաղր կա, անարդարացի վերաբերմունք կա, անտեսում կա, նախանձ կա, ատելություն կա, ինչ ենք նստած փոստ անում տարբեր մարդկանց քարոզների տակ, ինչ ենք գրում, ինչի ենք ուզում հասնել։ Առաջնորդաբանության Մաքս Էքվիփի ծրագրի ուրեմն հայտնի Ջոն Մաքսվելը առաջնորդաբանության մեջ մի կարևոր սկզբունք էր նշում. թողեք 99 տարաձայնությունները ու փնտրեք մեկը, որ ձեզ միաբանում է։ Մենք անում ենք ցավոք լրիվ հակառակը այսօր։ Լրիվ հակառակը, մեր մոտ ուրիշ է, մեր մոտ ավելի խորն է, մեր քարոզիչները, մեր Կարենը։ Մեր էսը, մեր մյուսը, մեր հովիվը, ձեր հովից լավն է, մեր հովիվը, ձեր հովից ուժեղ է, ոնց որ մանկապարտեզի վեճերը լինի, իմ պապան քո պապայից լավն է, իմ պապան քո պապայից ուժեղ է։ Հա ցավոք, բայց այդ մակարդակի վրա ենք, ժողովուրդ, շատ անգամ։ Ցավոք այդ մակարդակից դուրս չեն գալիս։ Շատ լավ է, որ դու հովիվ ունես, որով հպարտանում ես, Տերը օրհնի մեր հովին, երկար տարիների կյանք տա, թող նույն ձևի, նույն խորությամբ, քարոզի ու խոսամ ես, փառք Տիրոջը մեր Կարեն աղբոր համար, կարաք ցակտա։ Այդ շատ լավ է, բայց արի եկեք չդատենք այն եկեղեցիներին, որտեղ հովիվը այլ կերպ է խոսում, այլ խորությամբ։ Մենք չենք որոշում Աստված, որ մարդու հետ ոնց գործի, ում ինչպես հասնի, կամ ում ինչպես սովորեցնի։ Աստված է որոշում։ Այն Աստված, որ կարող էր քարերից Աբրահամի որդիներ դարձնել,
Այդ նույն Աստված օգտագործում ամեն մեկին իր մարմնի մեջ, ոչ թե ռեմայում, այլ իր մարմնի մեջ, իր եկեղեցում, ամբողջ աշխարհով, տարբեր ձևերով, տարբեր մարդկանց հասնելու։ Այն խորությունները, որի մասին մենք շատ անգամ խոսում ենք, կարող է անպիտան ու անպտուղ լինի շատ տեղերում, որտեղ մարդիկ ոչ հասկանան, ոչ լեցվեն մեր ասածով, խորը ասածներով։ Բայց բավական լինի մեկ այլ եկեղեցուց մի քարոզիչ կամ մի հովիվ, մի բառ ասի, այդ մարդը իր կյանքը Աստծուն տա։ Մենք իրավունք չունենք դատելու։ Եկեք փնտրենք այն, ինչ որ միաբանում է մեզ։ Եկեք դադարեցնենք վարկաբեկելը, ծաղրելը, նամանավանդ սոցիալական հարթակներում, էլ չեմ ասում նաև մեր սրտերում։ Այդտեղ Քրիստոսանմանություն չկա։ Աշակերտները ասին Տեր մեկին տեսանք, որ մեր հետ չէր, պատկերացնում ես, մեր հետ չէր։ Ու քո քեզանից էր խոսում, այսպես ասեմ։ Ու մի անգամից արգելեցինք։ Ասաց ով ձեզ իրավունք տվեց։ Ով ձեզ իրավունք տվեց։ Դուք ինչ իրավունք ունեք որոշել։ Ով է ձեզ իրավունք տվել որոշել։ Ես ինչ եմ թույլ տալիս։ Շատ անգամ մենք շատ բաներ ենք վերցնում մեր վրա, որ Աստված թույլ չի տալիս։ Ու կառուցելու փոխարեն սկսում ենք քանդել։ Բոսը ոչ միայն չարչարվում էր ուրախությամբ կողոսացիների համար։ Բոսը չարչարվում էր Քրիստոսի մարմնի համար։ Ու այդ չարչարանքը կրելու մենք էլ ենք անչված, ես ու դու։ Ես հիշում եմ, երբ որ ծառայության մեջ էի, մեկը մոտիկացավ, չգիտեմ որտեղից են նույն գնդի, որ ծայրերից եկել ինձ գտել էր, ես այդքան էլ լավ վիճակում չէի, նստած էի ծխարանում, մոտեցավ, ասեց Սերգեյով, ասի ես եմ, ասեց չէ, ասի հա, ասեց չէ, ասի եղբայր, ինչ որս է, 7-րդ վաշտի, 3-րդ գնդի 7-րդ վաշտի, ասի հա, ես եմ, ուրիշ Սերգեյ չկա, բա դու, ասի հա, ասա, ու Տերը ասեց սուս, ձեն չանես, չխոսաս, թող խոսա, ասեց դու սենց, ձեր եկեղեցու մեզ նենց, դու քո վարքը սենց, մյուսը նենց, խոսած այնքան որ հոգնեց ու կանգնեց, ասի վերջ, ասեց հա, ասի Տերը օրհնի քեզ, զարմացած, ավելի զարմացավ, ասի լսի, ես մի տարի աստեղ ծառայում ենք, ես քո մասին ընդհանրապես չէի լսել, դու էլ ինձ նոր ես գտել, ասի քեզ մի հատ հարց տամ, էլի, դու կարող ես Հիսուսին սիրում ես, ասեց հա, ասի լուրջ, ասեց հա, ասի ես կարող է հոգով լեց ունես, Սուրբ Հոգին բնակվում է քո մեջ, ասեց հա, ասի բա տնաշեն, այն ծերից եկել ես, հասել ես, ինձ գտել ես, հեչել թե վատ վիճակում չեմ, փոխանակ գաս մի հատ գրկես, ասես բա ինչ լավ աղբեր ջան, ես քեզ կթա այս վիճակում, եկել ես, ասի, կներեք, էլի թրել ես, ունքերիցս կախվել ես, ինչ ես ուզում, այ մարդ, կամ արի իրար հետ ապրենք, ես տարբերությունները մի կողմ դնելով, կամ ինձ տեսնում ես նեղության մեջ, արի աղոթի իմ համար, ասա չեմ կարծում, եղբայր, որ Աստված ուզում է, որ դու ես վիճակում լինես, ես քո կողքն եմ, ու ինչ կա դրա մեջ, դրա մեջ Աստծո մեծությունը տեսնելու, Աստծո մեծությունը ապրելու, ու Տիրոջ փարոսը ու լույսը լինելու իրականությունը կա։ Մենք սիրում ենք Աստծո մեծության մասին խոսել, բայց փոքրացնում ենք Տիրոջը հարաբերությունների մեջ։ Ես ուզում եմ ավարտել
մի բան շեշտելով, որ Աստված ինձ ու քեզ կանչում է աղ ու լույս լինելու, ինձ ու քեզ, որտեղ հարաբերությունների մեջ։ Մեր կյանքում մութ ոլորտներ կան, ասա ժողովուրդ, մութ ու ծածուկ։ Ու այդ են ոլորտները չեն, որտեղ մենք շատ գեղեցիկ ու ճարտար ձևով փառաբանում, փառավորում ենք Տիրոջը։ Այդ ոլորտները չեն, այդ դժվար չի անել։ Դժվար չի անել։ Այդ են ոլորտներն են, որտեղ մենակ Աստված մուտք ունի։ Մեր միտքն է, մեր սիրտն է։ Այդ են խավար տեղերն են, որտեղ միգուցե եկեղեցին ոչ տեղյակ է, ոչ տեսնում է, որտեղ կարիքավորին մերժում ենք, որտեղ չենք ուզում են մի մղոն ավելը գնալ, որտեղ չենք ուզում երկուսը ունենալուց մեկը կիսել։ Երբ քեզ տեսանք, ճշմարիտ ասում եմ ձեզ, այս փոքրերից մեկին արեցիք, ինձ արեցիք։ Գործել ընդեղ, որտեղ Աստված քեզ տեղ է տվել գործելու։ Մենք բոլորս հարաբերությունների տարբեր ոլորտներ ունենք։ Ու այդ հարաբերությունների ոլորտների մեջ չարչարվում ենք, բայց երանի թե չարչարվենք Տիրոջմով։ Գիտեք, Աբելն էլ էր չարչարվում, Կայենն էլ էր չարչարվում։ Բայց Աբելը այդ հովության մեջ, երբ որ խնամում էր ոչխարներին, երբ որ խնամում էր գառներին, այդ իրականության մեջ չարչարվում էր Տիրոջմով, չարչարվում էր ուրախությամբ, չարչարվում էր Տիրոջ ներկայությունը վայելելով։ Ու դրա համար Աբելին դժվար չէր իր գործի լավագույնը մատուցելու զոհասեղանի վրա, ասա ժողովուրդ։ Դժվար չէր, որտև մինչև զոհը կմատուցվեր, իր այդ դժվար գործի չարչարանքների մեջ Աստծո ուրախությունը կար, Աստծո ներկայությունը կար։ Դրա համար Աբելին դժվար չէր լավագույնը դնելը զոհասեղանի։ Կայենի համար դժվար էր, որտև Կայենը գործում էր իր գործը, էլի չարչարվում էր, բայց չարչարվում էր հանուն իրեն, հանուն իր եսի, հանուն իր ուզածի։ Ու դրա համար, երբ որ դու չարչարվում ես քո ընտրած դաշտերում, Տիրոջից հեռու, դժվար է հետո Աստծո զոհասեղանին դնել քո լավագույնը։ Շատ դժվար է։ Երեք ես չեմ անում, մենք մեզ ոնց ենք տեսնում, բարձր ենք տեսնում, ցածր ենք տեսնում, չգիտեմ, ում հետ ենք համեմատվում, ում ենք սիրում, ում տանել չենք կարողանում, ես չգիտեմ, Տերը գիտի։ Այս ես ձեզ ուզում եմ մի բան հիշեցնել։ Երկնքի ու երկրի արարիչը, մեր Տերը ու Փրկիչը, Հիսուս Քրիստոս, խաչելությունից առաջ, լինելով ողջ արարչագործության անդրանիկը ու Տերը, սրբիչը վերցրեց ու լված է մարդկանց ոտքերը, ում վրայից ձկան հոտ էր գալիս։ Ով ենք մենք, ինչքանով ենք իրան նման, ում ոտքերն ենք լվում, Օ Տեր, մենք ուզում ենք քո նման լինել, քո պես լինել, ահա մենք քո առաջ ենք, ում ոտքերն ենք լվանում, մեծ ու զորավոր գործեր արա իմ կյանքում, ում ոտքերն ես լվանում, ում կարիքին ես արձագանքում։ Տեր արեց այն ինչ-որ ծառաներն էին անում առաջին դարում։ Տեր լինելով խոնարհվեց։ Ու քրիստոնեության մեջ, քրիստոսանմանության մեջ ճիշտ հակառակն է աշխարհի առաջնորդության, աշխարհի մեծության հակառակ իրականությունն է գործում։ Ուզում ես առաջնորդ լինես, ծառայ։
ուզում ես մեծը լինես, փոքրացի, խոնարհվի, որովհետև Տերը հեզ է ու սրտով խոնար։ Սա մինչև խաչն էր, ասա ժողովուրդ, սա մինչև խաչն էր։ Ու թվում է թե խաչից հետո փառավոր, զորավոր Հիսուսը լրիվ այլ դիրք կամ դիրքորոշում պիտի ունենար։ Ավելի չոր լիներ, ավելի խիստ լիներ։ Ես ուզում եմ ձեզ Թովմասի օրինակից խոսալ։ Թովմասը ասեց. չգիտեմ ինչ եք խոսում, ինչ եք տեսել, Աստված ձեր հետ, բայց մինչև չտեսնեմ գամերի տեղը, ու մինչև մատով չհպվեմ այդ տեղին, ու մինչև չտեսնեմ գեղարդով ծակած հատված ու մատս չմտցնեմ այնտեղ, չեմ ավատա։ Երբ որ Հիսուսը հայտնվում է, չի սկսում հանդիմանելուց, չի սկսում ոչնչացնելուց։ Հարուցյալ Հիսուսը Տերը իջնում է այնտեղ, որտեղ Թովմասն էր։ Նորից ոտքերը լվալու։ Իջնում է այնտեղ, որտեղ Թովմասն էր։ Ասում է բեր մատդ ու բեր ձեռքերդ։ Ուտեղ ոչ մի ման չի մնում, բացի ծնկելուց ու Աստծո առաջ ընկնելուց ու աղաղակելուց իմ Տերս ու իմ Աստվածս։ Տերը չի փոխվել։ Մենք կանչված ենք Տիրոջը նմանվելու։ Ինչպես։ Որտեղ։ Եկեք կանգնենք աղոթքի։